Նույն օրը վեհափար Հայրապետն այցելեց նաև Երևանի Հանրապետական հիվանդանոցի ծննդատուն։ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի, հիվանդանոցի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի եւ Սրբազան հայրերի ուղեկցությամբ ամենայն հայոց կաթողիկոսը եղավ տարբեր հարկաբաժինների հիվանդասենյակներում։ Առաջինը վեհափարի օրհնությունը ստացան այս ամսվա հերոսները սեպտեմբերի 3-ին ծնված քառյակ երեխաները։ Գորիսցի Թունյանների ընտանիքում արդեն որոշել են մյուս աշնանը մկրտելու են բոլոր երեխաներին։ Մկրտության օրն են ընտրել Տաթևի վանքի 1111-ամյակի տոնին։ Լրիվ Աստծո պարգև է, ոնց որ Աստծո կոդն էր ուղարկված վերևից հենց մեր ընտանիքին, որտեղ ամուսինը շատ էր սիրում երեխան, ու ինձ միշտ ասում էր մեր տանը շատ երեխաներ պիտի լինեն։ Աստված էլ ինձ խնայեց, մի անգամից 4 երեխա պարգևեցի։ Աստված օրհնի ձեզ, զորացնի ձեզ, բարի ազատում առողջ պահի, որովհետեւ բարի ծննդաբերություն ունենաք։ Նորին սրբությունն իր օրհնությունը բաշխեց բոլոր նորածիններին, մայրերին եւ ծննդաբերության սպասող կանանց։ Մաղթեց, որ հանուն ազգի զորության շատ երեխաներ ունենան։ Աստված օրհնի ձեզ։ Վեհափարը եղավ նաև վերակենդանացման բաժանմունքում, օրհնեց եւ աղոթեց գյուվեզներում բժիշկների հսկողության տակ մեծացող երեխաների համար։ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի առիթով Մայրաթոր Սուրբ Էջմիածնի եւ եկեղեցիների համաշխարհային խորհրդի միջեկեղեցական կլոր սեղան բարեգործական հիմնադրամի կողմից մայրերն ու նորածինները նվերներ ստացան։ Հիմնական նպատակը այցելության անկախության տոնին ընդառաջ ուրախանալ, աղոթք բարձրացնել բոլոր փոքրիկների համար եւ հույս ունենալ, որ այս փոքրիկները մեր երկրի ապագան ավելի լավ պիտի դարձնեն։ Այս է վեհափարի ցանկությունը սա էր։ Հրաժեշտից առաջ Հայրապետն օրհնեց Հանրապետական ծննդատան նորաբաց մատուռը եւ սրբապատկեր նվիրեց։ Հերմինե Հակոբյան, Վռամ Խանամիրյան, եկեղեցական կյանք։